Հայաստանում հոկտեմբերի 8-ին մեկնարկեց համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման նախաձեռնության 3-րդ փուլը։ Այս տարի Արևելյան գործընկերության երկրներից ծրագրին միացել են ևս 10 համայնքներ, որոնցից 3-ը Հայաստանից՝ Ապարանը, Գորիսը եւ Նոյեմբերյանը։ Այս համայնքներն արդեն սկսել են աշխատել նոր ծրագրերի շրջանակներում, որոնց նպատակն է ոչ միայն աջակցել համայնքների տնտեսության զարգացմանը, այլև նորարարական մեթոդներով ու ռազմավարական մոտեցումներով օգնել նրանց լուծել տեղական առօրյա խնդիրները։ 2017 թվականից մինչև 21 թվականը եղել է ծրագրի առաջին փուլը, 21-ից 24-ը երկրորդ փուլը, հիմա մեկնարկում ենք երրորդ փուլը 25-ից 28 թվականները, առաջիկա 4 տարվա ընթացքում։ Վերջին երկու փուլերը իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից եւ մենք այս պահին արդեն ամփոփել ենք աշխատանքները նախորդ փուլում ներգրաված համայնքների հետ, որը Կապան, Գյումրի եւ Արենի համայնքներն էին։ Միանգամյա միջամտություններով աշխատել ենք Չարենց Հավան, Աշտարակ եւ Ալավերդի համայնքների հետ եւ հիմա նոր փուլում ընտրության արդյունքում ընտրվել են Ապարան, Գորիս եւ Նոյեմբերյան համայնքները, որոնց հետ արդեն աշխատանքները մեկնարկել են։ Երրորդ փուլը կառուցվել է նախորդ հաջողությունների հիման վրա, սակայն այս անգամ գերակշռելու է համակարգված մոտեցումը։ Մինչև այժմ համայնքները հաճախ մասնակցել են կարճաժամկետ ծրագրերին, սակայն նոր փուլում ավելի համապարփակ եւ ինտեգրված նախագծեր են իրականացվելու, որոնք ներառում են երկարաժամկետ տեղական զարգացման ծրագրեր։ Այս նոր մոտեցումը մեծապես կհզորացնի համայնքների ղեկավարներին, ինչի արդյունքում կկարողանան խթանել կայուն տնտեսական զարգացում, ինտեգրելով նորարարական լուծումները եւ համախմբելով համայնքային ռեսուրսները։ Նորարարական մոտեցումների ներդրումն է եւ այն գործիքակազմը, որը օգնում է շատ ավելի լավ կառավարել ռեսուրսները, դիմակայել տարբեր տիպի մարտահրավերներին, որոնք համայնքապետարանների համար կարելի ասել անթիվ անհամար են, ու այդ հմտությունները եւ այդ գործիքակազմը միշտ չի, որ համայնքապետարաններում արկա է, որպեսզի մարդիկ կարողանան դիմակայել արկա խնդիրներին եւ մարտահրավերներին։ Տարածաշրջանային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարփինյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը էական դեր ունի համայնքների զարգացման գործում, ապահովելով գործիքներ, որոնք թույլ կտան ստեղծել կայուն ապագա աջակցելով տեղական իշխանություններին։ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսը հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել համայնքներին, նրանց վերածելով կայուն եւ ներառականաճի շարժիչ ուժերի, հատկապես խթանելով նորարարությունները։ Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում աղետների ռիսկերի կառավարման եւ կլիմայի փոփոխության դիմադրության ոլորտներում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների։ Այս ամենով հանդերձ մենք կարևորում ենք ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումները եւ ուրախ ենք, որ շարունակում է համագործակցությունը եւ այսօր արդեն իսկ համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագրի երրորդ փուլի պաշտոնական մեկնարկը ներդրվում եւ հուսով ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ համայնքներ ներգրավեն գործընթացին, քանի որ նման ծրագրերը նպաստում են տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթվիա Նացվիլիշվիլին իր հերթին նշեց, որ այս նոր փուլը հնարավորություն է տալիս համայնքներին վերաիմաստավորել իրենց դերը, ապահովելով կայուն զարգացում եւ բարելավելով քաղաքացիների կյանքը։ Նա նաեւ հավելեց, որ ծրագրի նպատակն է ոչ միայն աջակցել համայնքներին, այլև ստեղծել այնպիսի շոշափելի փոփոխություններ, որոնք երկարաժամկետ կտրվածքով կհանգեցնեն արդյունավետ կառավարմանը։ Ծրագրի շնորհիվ համայնքների ղեկավարները, նաև միջին օղակի պաշտոնյաները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց կառավարման հմտությունները, ստանալով գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն տեղական մակարդակում լուծել առկա խնդիրները, այլև միտված կլինեն հեռանկարում կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Կապանի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գորթ Թադևոսյանը պատմեց, որ Կապանն առաջին անգամ միացել է ծրագրին 2017 թվականին, իսկ 2022 թվականին դիմել է պորտֆելային վերափոխման ծրագրին ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ծրագրի շրջանակներում մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք սոցիալական ոլորտի զարգացման եւ տնտեսության զարգացման ուղղությամբ։ Սա մեզ հնարավորություն տվեց նախ առաջին հերթին հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը մեր կարողությունները զարգացնել սոցիալական ոլորտում եւ ինչպես նաեւ հաշվի առնելով որ Կապանը արդյունաբերական քաղաք է, մասնավորապես տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք տնտեսության դիվերսիֆիկացման
նպատակով եւ այդ ծրագրերով աջակցություն ցուցաբերեցինք տնտեսության այլ ճյուղերի, ոչ հանքարդյունաբերական ճյուղերին։ Ծրագրի կարևորություններից մեկն այն է, որ համայնքներին տրվում է հնարավորություն փորձարկելու նոր լուծումներ, որոնք կարող են դրականացնել նաև տվյալ համայնքի տնտեսության վրա։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։